Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում հրատադարի մասին եռակողմ հայտարարության 5-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մոսկվան ընդգծել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը ստորագրել են Պուտինը, Փաշինյանը եւ Ալիևը, դարձել է տարածաշրջանում խաղաղության գործընթացի հիմք։ Հայտարարությունը շեշտում է, որ երեք երկրների ստորագրած բարձր մակարդակի 4 փաստաթղթերը միասին կազմում են խաղաղության ճանապարհային քարտեզը, որոնք շարունակում են մնալ ուժի մեջ։ Ռուսաստանը դրական է գնահատել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրումը, սակայն ընդգծել է, որ կողմերը դեռ շատ անելիք ունեն վերջնական կարգավորման, սահմանազատման եւ տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ։ Մոսկվան հավաստիացրել է, որ պատրաստ է շարունակել աջակցությունը նաեւ 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի շրջանակում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Դատախազությունը դիմել է բարձրագույն դատական խորհրդին դատավոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ նշվում է, որ 2025 թվականի նոյեմբերի 6-ին եւ 7-ին դռնփակ նիստում հիմք ընդունելով գլխավոր դատախազի ներկայացրած Ալմավիրի մազի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, խորհուրդը որոշել է դատավորի լիազորությունները կասեցնել մինչև քրեական վարույթի ավարտը։ Հայաստանում որևէ ընկերության ամուսնության եւ երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց։ Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարը։ Շուտով առանց տնից դուրս գալու քաղաքացիները կկարողանան երեխայի ծնունդը, ամուսնությունը եւ նույնիսկ ամուսնալուծությունը գրանցել առցանց։ Հնարավոր կլինի նաեւ փոխել անունը, ասել է Գալյանը։ Նախարարը նաեւ նշել է, որ թվայնացման գործընթացի շրջանակում հիմա քաղաքացիները կարող են գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այսօր նոյեմբերի 7-ին ժամը 9-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են Mercedes եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2-ը վիրավորվել են։ Շտապօգնությունը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։